Օրենսդրությունը որպես կանոն շարադրված է իրավական տերմինոլոգիայով, ինչը հասարակության յուրաքանչյուր անդամի համար այն դարձնում է ինչ-որտեղ անհասկանալի։ Առավել բարդ է հասկանալ դրա կիրառության շրջանակը եւ մեխանիզմները։ Քրեադատավարական օրենսգրքում գրվածն առավել մատչելի է նոր հրատարակված ձեռնարկում, որը վերնագրված է ընտրական եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեռնարկի հրատարակման ժամանակահատվածը նախընտրական է ու առավել կարևոր տարանջատելու ընտրական գործընթացում հնարավոր հանցանքների, կոռուպցիոն երևույթների կանխարգելման համար։ Կանք ենք առել այն բոլոր հանցակազմերի վրա, որոնք վերաբերում են ընտրություններին, ընտրական եւ հանրաքվեի իրականացման գործընթացներին, այսինքն նախապատրաստական էտապում, process եւ հետագայում արդեն արդյունքների ամփոփում, հրապարակում, այն բոլոր հնարավոր հանցավոր ոտնձգությունները, որոնք կարող են տեղ գտնել։ Ինչու այս պահին դրան անդրադարձանք, առաջին նաեւ ասեմ, որ մի գործոն է իհարկե առաջիկայում սպասվող ընտրություններն են։ Ձեռնարկում նաև բացատրվում է, թե հնարավոր այս կամ այն հանցանքի դեպքում ովքեր են պատասխանատուները եւ արդյոք միշտ է, որ բանը հասնում է քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Օրինակ, եթե անձը անպտության հետևանքով է ընտրողների ցուցակում սխալ թույլ տվել, անփույթ վարքագծի պարագայում հնարավոր է բերել պատասխանատվության, թե պարտադիր դա պետք է կատարված լինի դիտավորությամբ։ Նկնեք շատ դեպքերում կարող է դա լինի իր վրիպակի, իր անփույթ աշխատանքի արդյունք։ Դիտարկենք ընտրական հանցանք։ Դիտարկենք որպես այդպիսի, օրենսդրությունը այդպես չի կարծում։ Ոչ մի օրենսդրություն կատարյալ չէ եւ բացեր ունի, սա նշում են ձեռնարկի համահեղինակները։ Շնորհանդեսի մասնակիցները կոնկրետ օրինակներով ներկայացրին այդ բացերը, երբ հանցանքի մասին խոսելը երբեմն ավելի խիստ է պատժվում, քան դրա իրագործումը։ Օրենքի բաց կա, այդ մասին դուք խոսում եք, բոլորը գիտեն, իսկ ինչ որ հնարվում է օրենքի բացը ուղղելու համար։ Ինչու է մնում ինքը այդպես բաց, ինչեւ երբ պետք է բաց մնա։ Ասենք ես դրական ինչ-որ process-ի մեջ եմ, մեկին ինչ-որ սպառնում եմ, մի դեպք եւ մյուս դեպքը երբ այդ սպառնալիքը իրագործում եմ, այսինքն իրագործելուց ավելի քիչ եմ ես պատասխանատվության ենթարկվում, քան սպառնալուց։ Այդ բացի մասին է խոսքը։ Շնորհակալություն, մենք ունենք առանձին հանցակազմեր, որ ցավոք սրտի այդպես է կարգավորում է գնացել։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է մայիսի 8-ին, բայց վաղուց արդեն կուսակցությունների գովազդային վահանակները փակցված են, համացանցային գովազդները եւս անպակաս են ու հարց է առաջանում, հանցանք է արդյոք քարոզարշավից առաջ քարոզարշավ անելը։ Բացում եմ հեռախոսի ինչ-որ բան նայեմ, մինչև այդ իմ ուզածը նայելը ես մեծ թվով մարդկանց գովազդային հոլովակներ նայեմ։ Մինչ քարոզարշավը սկսվել է։ Դուրս ենք գալիս փողոց ամենուրեք գովազդային վահանակների վրա այդ գովազդային նյութերն են, չնայած պաշտոնական քարոզարշավը չի սկսվել, ձեռնարկը ինչ ձևով է սրան արձագանքում, ավելի շուտ Հայաստանի օրենսդրությունը ինչպես է դրան արձագանքում։ Ընտրական գործընթացը բացի քրեաիրավական արձագանքման մեխանիզմներից ենթադրում է նաև այլ տարբերակներ։ Այդ թվում ներգործան միջոցներ, որոնք իրականացվում են ընտրական օրենսդրության շրջանակներում։ Դրա համար չհավակնեմ պատասխանելու են առումով, որ մենք կարող ենք վերել քրեական պատասխանատվության, ոչ, բայց որոշակի խնդիրներ կապված իրենց ձեր ասած նախընտրական քարոզչության սկսման եւ խնդիրների այո կարող ենք ֆիքսել։ Շատ դեպքերում կարևորում է օրինակ ընտրական հանցակազմերի հետ կապված հանցանքի կատարման ժամանակը։ Այսինքն երբ է կատարվում, հիմնականում ֆիքսվում ընտրությունների ժամանակ, հանրաքվեի ժամանակ կամ երբ ֆիքսվում ընտրական օրենսդրությամբ, օրինակ այսինչ օրվանից մինչ այսինչ օրը։ Ասենք նույնիսկ բարեգործության արգելքը ինքը ֆիքսված ժամանակահատված ունի։ Ինքը ֆիքսվում ընտրությունների սկզբից մինչև ավարտը ֆիքսել է։ Մնացած ժամանակ ոչ ոք չի արգելում, ասում են դուք բարեգործությամբ զբաղվեք։ Այն նույն դրամաբանությունն նաև աշխատում անդրական մյուս հանցակազմերի հետ կապված։ Այսինքն քարոզարշավից առաջ քարոզարշավը չի արգելվում եւ որևէ պատասխանատվություն դրա համար սահմանված չէ։ Հստակ է մի բան, որ քարոզարշավը արգելվում է եւ լռության պահպանումը վերահսկվում է միայն քվեարկությանը նախորդ օրը։ Ընտրական եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկը պետք է շատերի համար սեղանի գիրք դառնա։ Սա արձանագրում են համահեղինակները։ Ձեռնարկը տպագրվել է 300 տպաքանակով։ Այն հասանելի է նաեւ on-line հարթակում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։